Մարկոս 7-րդ գլուխ։ Փարիսեցիներն ու դպիրներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղեմից, հավաքվեցին Հիսուսի շուրջը։ Տեսնելով, որ Հիսուսի աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն անլվա էին հաց ուտում, բամբասեցին, որովհետև փարիսեցիները եւ բոլոր հրեաները հաց չեն ուտում, եթե իրենց ձեռքերը լավ չեն լվացել, քանի որ պահում են հների ավանդույթը։ Շուկայից տուն մտնելով, եթե նախ չլվացվեն, չեն ուտում։ Ուրիշ շատ բաներ էլ կան, որ ավանդաբար ստացել են պահելու համար, ինչպես բաժակների, սափորների, պղնձե ամանների ու անկողինների լվացումները։ Ահա ինչու փարիսեցիներն ու դպիրները հարց տվեցին Հիսուսին. Քո աշակերտներն ինչու նախնիների ավանդույթի համաձայն չեն շարժվում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրանց. Ես այն լավ եմ մարգարեացել ձեր կեղծավորներիդ մասին ասելով։ Այս ժողովուրդն ինձ շուրթերով է մեծարում, բայց նրանց սրտերն ինձնից շատ հեռու են։ Զուր են ինձ պաշտում, ուսուցանում են վարդապետություններ, որ մարդկանց պատվիրածներն են։ Աստծու պատվիրանը թողած մարդկանց ավանդությունն եք պահում։ Ապա ավելացրեց. Աստծու պատվիրանը լավ եք անարգում, որպեսզի ձեր ավանդությունը հաստատեք։ Օրինակ Մովսեսն ասում է. պատվիր քո հորն ու մորը։ Նաև ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի։ Բայց դուք ասում եք, եթե մեկը հորը կամ մորն ասի, այն օգնությունը, որ ինձնից ստանալու է, իր կորբան է, այսինքն Աստծուն տալու ունծա, եւ այլևս անպարտ եք դարձնում նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելուց։ Այդպես անարգում եք Աստծու խոսքը ձեր ավանդությունով, որ փոխանցել եք միմյանց։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ եք անում։ Հիսուսը իր մոտ կանչելով ամբողջ ժողովրդին, ասաց նրանց. Ամենքդ լսեք ինձ եւ իմացեք։ Որևէ բան, որ դրսից է մտնում մարդու մեջ, չի կարող պղծել նրան, այլ ինչ որ նրանից է դուրս ելնում, այն է պղծում մարդուն։ Ով ականջ ունի լսելու, թող լսի։ Երբ ժողովրդից բաժանվելով տուն մտավ, աշակերտներն այդ առակի վերաբերյալ նրան հարցրին։ Հիսուսը նրանց ասաց. Դուք էլ այդպես անմիտ եք։ Չեք իմանում, թե այն ամենը, որ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող պղծել նրան, որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը, եւ դուրս է ելնում ու մաքրում ամբողջ կերածը։ Եվ շարունակեց. Ինչ որ մարդուց է դուրս ելնում, այն է պղծում մարդուն, որովհետև ներսից մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ պոռնկություն, գողություն, սպանություն, շնություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն։ Ապա այնտեղից ելնելով եկավ Տյուրոսի ու Սիդովնի սահմանները։ Մի տուն մտնելով չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, սակայն չկարողացավ թաքնված մնալ։ Մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց, լսեց նրա մասին, եկավ ընկավ Հիսուսի առաջ։ Այս կինը հեթանոս էր, Ասորիքի Փյունիկեից էր։ Նա աղաչում էր Հիսուսին, որ իր դստեր միջից դևը հանի, բայց Հիսուսն ասաց նրան. Թույլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ մանուկների հացն առնել ու շների առաջ գցել։ Իսկ կինը պատասխանեց եւ ասաց. Տեր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրվում։ Եվ Հիսուսը նրան ասաց. Այդ խոսքիդ համար գնա, դևը քո դստեր միջից դուրս է եկել։ Կինը գնաց իր տունը եւ դևին ելած գտավ, դստերն էլ անկողնու վրա պառկած։ Դուրս ելնելով Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից, Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի լճի եզերքը, Դեկապոլիի սահմաններից ներս։ Նրա առաջ խուլ ու համր մի մարդու բերեցին եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Նրան ժողովրդից առանձնացնելով իր մատները դրեց նրա ականջների մեջ եւ այնտեղ թքեց, հետո բռնեց նրա լեզվից։ Ապա երկինք նայեց, հառաչեց եւ ասաց. Եփաթա, որ նշանակում է բացվիր։ Նույն պահին նրա ականջները բացվեցին, լեզվի կապանքներն ընկան եւ վարժ խոսում էր։ Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք էլ ավելի էին տարածում։ Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս եւ համրերին խոսել։